Պարոն Մինասյան, 3 հակակոռուպցիոն քաղաքական խորհուրդը հերթական նիստ արեց, օրակարգում ավականու այն անդամների հարցներ, որոնք անհամատեղելիության սկզբունքով նաև հանրային ծառայողի պաշտոն են զբաղեցնում։ Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ամեն դեպքում տվյալ ավականու անդամները կշարունակեն պաշտոնավարել, մինչև արդեն համապատասխան օրենքներում փոփոխություններ լինեն եւ նոր օրենքը կտարածվի արդեն նոր ձևավորվող ավականու վրա։ Խնդրեմ դուք մեկնաբանեք, ինչ է սա ներկայացնում։ Օրակարգային հարցեր, ինչպես գիտեք, կա ֆորմատ հակակոռուպցիոն մշտատակման խորհրդի նիստ, որը սովորաբար մենք հերթական նիստերը անցկացնում ենք այն տրամաբանությամբ, որ հենց հակակոռուպցիոն ռազմավարության այսպես ասած մշտադիտարկումն է իրականացվում, արդյոք իրականացվել են այս կամ այն փոփոխությունները։ Այս անգամ նիստը մեկ հարց էր եւ շատ օրակարգային հարց էր, որտեղ խնդիր է առաջացել տարբեր օրենքներում, մասնավորապես հանրային ծառայության օրենքում, ՏԻՄ օրենքում եւ Երևանի մասին օրենքում կարգավորումները շատ խառն են ձևակերպված եւ այդ է պատճառը, որ իրավաբանների մի մասը գտնում էր, որ այո, ավականին իրավունք ունի համատեղի, նաեւ կա դրա միջազգային փորձը ԵՄ երկրներում, որ նորմալ է ընդունվում, բայց նաեւ մեծ ամասնությունը գտնում էր, որ համատեղությունը սխալ է եւ ավականիների կազմում չպետք է լինեն պետական ծառայողներ եւ հենց համայնքը ներկայացնող ոչ պետական ծառայողները պետք է լինեն այդ բորդում, խորհրդում եւ 3 տեղի ունեցած քվեարկության արդյունքում որոշում կայացվեց, որ օրենսդրությունը այնպես բարեփոխվի, որ այլևս համատեղելիություն չլինի, այսինքն այդ տարընկալումը, որ հստակեցի, որ հանրային ծառայողը կարող է լինել ավականու անդամ, բայց ավականու անդամը չի կարող եւ այլն, ամեն ինչը հստակեցվի, շտկվի եւ քանի որ կան բազմաթիվ ավականու անդամներ, որոնք այսօր հանրային ծառայող են, բոլոր օղակներում կապ չունի դիմություն թե իշխանություն, որոշում կայացեց, որ օրենքը ուժի մեջ մտնի հենց այն համայնքներում, որտեղ կլինեն նոր ընտրություններ։ Սա նախնական իհարկե դիրքորոշում է, նախագիծը կկազմենք, այնուհետև կառավարությունը կհաստատվի եւ վերջում բնականաբար ազգային ժողովն է որոշելու գլոբալ օրենքի ճակատագիրը։ Երբ է նախագծությունը սկսել։ Մենք այս այսօրվանից սկսել ենք 2 շաբաթվա ընթացքում կունենանք նախագիծ եւ արդեն կուղարկենք նախարարական կոմիտե, որը հաստատելուց հետո արդեն կգնա կառավարության նիստ, ունենք վարչապետի հանձնարարականը եւ մշտադիտարկման խորհրդի առաջարկը, որպեսզի հնարավորինս շուտ դա տեղի ունենա։